Հունվարի 1-ից մեր երկրում գործում է առողջության ապահովագրության համակարգը 65 եւ ավելի տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ արդեն ստացել է 4,3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իրականացնելով խորհրդարանի վերահսկողական գործառույթը կազմակերպել է աշխատանքային քննարկում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ երբևէ չի եղել, որ պետության պետական բյուջեի կողմից, ասենք օրինակ 4 միլիոն գումար ստանա իր առողջապահության համար։ Իսկ հիմա ասենք 57 այս պահի դրությամբ 57 հոգի 4 միլիոն, 158 հոգի 2-ից 4 միլիոն, 802 հոգի 1-ից 2 միլիոն, սա ուղղակի աննախադեպ է։ Այս թվերը ուղղակի շռնդալից կերպով ցույց են տալիս մեր կառավարության կողմից իրականացված քաղաքականություն եւ ցույց են տալիս, որ մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները միայնակ չեն իրենց առողջության խնդիրների հետ։ Հայաստանում այս պահին առողջության ապահովագրության համակարգի շահառու է 1,571,181 քաղաքացի։ Նրանց ընդամենը 18,3%-ն է վճարում ապահովագրավճար, մնացածը գտնվում են պետական հոգացության ներքո։ Այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, որը ամենակարևորն է։ Մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, չեն դառնում նաև ըստ էության հավելյալ սոցիալական ուրեմն ճնշում ավելացնում պետության վրա եւ պետությունը իր միջոցները ներդնում է, որպիսի մեր մարդկային կապիտալը զարգանա եւ մաքսիմում ծառայի Հայաստանի Հանրապետության զարգացմանը, տնտեսական աճին։ Առողջապահության նախարարը նշեց, որ հունվարի 1-ից համակարգը սկսել է աշխատել եւ արդեն հունվարի առաջին օրերին եղել են սպասարկվողներ։ Այցերի թիվն արդեն իսկ 250,000-ը հատել է։ 6 ամսվա ժամկետում մենք նաև հանդես կգանք որոշակի ավելի բարելավող, ավելի ուրեմն մեր քաղաքացիների առաջարկների հիման վրա որոշակի առաջարկություններով։ Պատասխանելով падգամավորների ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ առաջիկա իրականացվելիք քայլերի հաջորդականությանը, մանրամասն ներկայացնելով պարզաբանումներ դիմելու կարգի համակարգում քաղաքացու կարգավիճակի վերաբերյալ։ Բազմաթիվ վարորդներ նշում են, որ իրենք աշխատում են, վճարում են հարկեր, բայց օրինակ չեն կարողանում օգտվել ապահովագրական ծառայությունից։ Ես ուզում եի հարցնել, այս մարդիկ որ թվականից են, այսինքն իրենք գրանցված են որևէ տաքսի ծառայությունում, ոչ թե աշխատանքային պայմանագրով, բայց փաստացի վճարում են հարկեր այդ турքերի տեսքով, իրենք ասում էին, մենք էլ ենք ուզում միանալ, հաշվառնով որ իրենց ստաժ չի գումարվում, մենք ունենք գոնե նախնական իրանք որ փուլից են ինքնակամ թեկուզ կարող են գալ եւ գրանցվել։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է քաղաքական պայմանագրերով աշխատանքի մասին, ուրեմն նրանց համար օրենքը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Պատգամավորները հետաքրքրվեցին նաև, եթե օրինակ ուսուցչի դրույքը կրճատվում է, այսինքն աշխատավարձը փոփոխվում է, այդ դեպքում նա դուրս է մնում ապահովագրության համակարգից։ Հարցին ի պատասխան նշվեց, որ եթե քաղաքացին 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս, անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից։ Արդյոք 65+ տարիքային խմբում գտնվող մարդիկ, որոնք սմարթֆոն չունեն եւ չեն կարող հավելվածը ներբեռնել, պարզապես օգտագործում են ամենասովորական կապի միջոցները, կա ինչ-որ տարբերակ այդ համաձայնությունը ստանալու, այսինքն առաջնային օղակում դա կլինի կամ որևէ միտեղ, ինչ պիտի անեն այն մարդիկ, որոնք որ սմարթֆոն չունեն, բայց շահառու են համարվում։ Քաղաքացիները մոտենում են առաջնային օղակի, իրենց պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, նրանց օգնում են գործընթացը իրականացնել։ Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրանց ուրեմն բժիշկը բացում է այդ արմեդը իր արդեն տեսանելի դաշտերը եւ այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում ներկայացնելով պացիենտին եւ այսպես իրականացում, այսինքն այստեղ էլ որևէ խնդիր չկա, եթե չունի մարդը սմարթ հեռախոս, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից ինչ որ առումով խնդիր կունենա օգտվելու։ Անդրադառնալով քաղցկեղով հիվանդների համար անվճար դեղորայքի հատկացմանը Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ապահովագրական փաթեթի շրջանակներում քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման արժեքը 1,2 միլիոն դրամի շրջանակներում է։ Քաղաքացին խնդրում է իր հարցը եւս հնչեցնել։
Քաղաքացին քրոնիկ հիվանդ է, օրինակ 10 տարի առաջ վիրահատվել է X բուժ հաստատությունում եւ արդեն 10 տարի տվյալ բուժ հաստատության բժիշկն է վարում քաղաքացու հիվանդության ընթացքը։ Նա այժմ առողջության ապահովագրության շահառու է։ Ցանկանում եմ ճշտել, հերթական ստուգման համար կարող է գնալ իր բժշկի մոտ եւ հետազոտության ծախսերը փակել ապահովագրությամբ, թե պարտադիր պետք է գնա պոլիկլինիկա։ Ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, հետո գնալ նեղ մասնագետի մոտ։ Այստեղ էլ շատ մարդիկ էս շփոթել էին, որ ամեն անգամ մարդը ունի քրոնիկ վիճակ, արդյոք պիտի գնա ընտանեկան բժշկի մոտ, թերապևտի մոտ, հետո նոր գնա սրտաբանի մոտ։ Եթե ախտորոշումը դրված է եւ նա ունի այդ քրոնիկ վիճակը, նրա դիսպանսեր հսկողությունը վարումը նեղ մասնագետի կողմից իրականացնում է ուղիղ նեղ մասնագետը, բայց ախտորոշման համար այո, առաջին անձը, որ պիտի նա դիմի, դա իր ընտանեկան բժիշկը կամ թերապևտն է։ 2029-ին ապահովագրական փաթեթ կունենան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Առողջապահության նախարարությունն այս տարվա վերջին արդեն կտրամադրի հստակ վիճակագրություն, քանի անձ է օգտվել, մեկ անձի համար որքան է ծախսվել, մեկ անձն ինչ ծառայություններից է օգտվել, քանի դեղ է գնել եւ այլն։